ձայնը միացնեմ և շարունակենք։ Լավ, ընկերներ, տեսեք, մենք այսօր մի փոքր ավելի մանրամասն ես կխոսեմ MindMaster.com այս մտային քարտեզներ ստեղծող AB գործիքին կծանոթանանք և կծանոթանանք նաև Notion-SO հարթակին, այս Notion-SO հարթակը շատ հրաշալի մի հատ հարթակ է ուսումնական նախագծեր պլանավորելու համար, ինքս հիմա ներկայումս ուսումնական նախագծի վրա եմ աշխատում և շատ հարմար տարբերակ է, օգտվում եմ Notion-SO հարթակի ընձեռած հնարավորություններից և սրանց մասին քիչ հետո ավելի մանրամասն շարունակենք առաջ անցնելով, մյուս թեմաներին էլ հակիրճ ներկայացնեմ թեմաները իրենց գործիքներով, թե ինչ ենք մենք ուսումնասիրելու, այստեղ ես տեսնում եմ, որ մարդիկ կան, որոնք ովքեր որ չի ստացվում իրենց միանալը, բայց մեկ րոպե կներեք, փորձեմ Չէ, սպասմասրահում չունենք այս պահին սպասողներ, տեսեք, ուրեմն սա առցանց գործիքներ թվային մոդելավորման համար այս edge-ը ես ներկայացրեցի քիչ առաջ, հաջորդ edge-ը մեր MindMaster հարթակի քայլաշարում է, այս հարթակի քայլաշարում տեսեք, ընկերներ ջան, նկարներով ներկայացված է, բայց ասեմ, որ այն բոլոր հարթակները, որոնք մենք ուսումնասիրելու ենք, պարզապես պիտի գրանցվել և հարթակների մեծ մասը ունեն ներկառուցված AB գործիքներ, հնարավորություններ ունեն, որոնցից որոշներից կօգտվենք, որոշներից ոչ, ինքներս կստեղծենք մեր առաջադրանքները, բայց այս անգամ այդ MindMaster-ում մենք տեսեք օգտվելու ենք AB գործիքի հնարավորությունից, այստեղ և բացատրական է ներկայացված, և ներկայացված են համարակալումներով են ներկայացված, հերթականությամբ քայլելով այս քայլաշարով հեշտ կլինի, մեկ օրինակ է ներկայացված իմ դասերից, 7-րդ դասարանի դասընթացից, Python ծրագրավորման լեզվի list թեմայից, ես պարզապես տվել եմ prompt-ը և ինքը ինձ համար հրաշալի մի հատ գաղափար է, մտաքարտեզ է կազմակերպել, ընդամենը միայն շարժվելով այս քարտեզի վրայով, այս քայլերի վրայով, ինձ համար ամբողջությամբ, այսպես ասեմ, կարծես թե դասի մոդելը ամբողջությամբ կառուցված է և իմ աչքի դիմաց է արդեն, թե ես ժամանակի որ պահին ինչի շուրջն եմ խոսելու, ինչ տվյալների, ինչ բովանդակություն եմ փոխանցելու, ինչ գիտելիք եմ փոխանցելու, ինչպես եմ կազմակերպելու իմ դասը, սրա մասին էլի մի փոքր հետո կխոսեմ և քայլերի հաջորդականությունը, ինչպես կարելի է այս գործիքով ստեղծել մտային քարտեզ, շատ հարմար հարթակ է դասի պլանավորման ժամանակ կիրառելու համար, մինչև դասապրոցեսը, երբ մենք դասի պլան ենք կազմում, ինքը բավականին օգտակար հարթակ է, հետ վերադառնալով հաջորդ քայլում տեսեք, մենք ունենք նաև Notion-SO հարթակի քայլաշարը, սա ևս քիչ հետո կներկայացնեմ, հիմա դեռ չեմ բացի, անցնեմ մյուս թեմաների վրայով ընդհանուր ծավալի բովանդակությունը նայենք և հետո հետ վերադառնանք արդեն կոնկրետ այս թեմայի շուրջը մի քիչ ավելի ծավալուն կխոսենք։ Երկրորդ թեման, որը որ պլանավորվում է դասընթացում ուսումնասիրել, դա էֆեկտիվ մեկնարկ ուշադրության գրավման թվային հնարքներ, խթանման փուլին վերաբերվող գործիքաշարն է լինելու, որ ուսումնասիրելու ենք, մենք բոլորս գիտենք, որ խթանման փուլը նախ պիտի իր տևողությանը ուշադրություն դարձնենք և ինքը շատ կարևոր հատվածն է դասի և նրա հաջողությունից է կախված կարելի է ասել ամբողջ դասի հաջողությունը, որովհետև դա այն հատվածն է, որի ժամանակ մենք պիտի կարողանանք կենտրոնացնել աշակերտների ուշադրությունը մեր ուսումնասիրելիք, քննարկելիք թեմայի վրա, իսկ դա շատ ավելի գրավիչ է կատարել իսկապես ՏՀՏ գործիքներով ստեղծված այս խաղերի առաջադրանքների միջոցով, տեսեք,
Այստեղ կա առանձին էջ, որտեղ ներկայացված է նախ ներկայացված է թվային մեկնարկի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն, 3 հիմնական շեշտադրումներ, որոնց պիտի ուշադիր լինենք այդ խթանման փուլի ժամանակ, առանձին էջով ներկայացված է 3 ոսկի կանոններ, որոնց պիտի էլի ուշադիր լինենք խթանման փուլի ժամանակ, հարգելի ընկերներ, սրանց ուսումնասիրությունը կխնդրեի, որ ինքնուրույն կատարեիք, իրենք իրապես ես համոզված եմ բոլորը սրանք կատարում են, գուցե ուղղակի կողքից փոքրիկ նաև հուշումների ավելացումներ կլինեն ձեզ համար, այստեղ կան արդեն կոնկրետ խթանման փուլի համար գործիքներ ներկայացված հաջորդ հղումում, բացեմ և փորձենք միասին նայել, սա ինքը կցված ֆայլ է, արդեն վերևի աջ անկյունում տեսնում եք ինձ մոտ ֆայլի տեսքով է կցված և ներկայացված է խթանման փուլի համար որոշակի մեթոդներ և այդ մեթոդները ինչ ՏՀՏ գործիքների հետ կարելի է համադրել, դե հասկանալիորեն այստեղ կարելի է ցանկը շատ ու շատ ավելացնել, բայց գոնե այսքանը կիրառելով մենք բավականին լավ արդյունքներ կունենանք այդ խթանման փուլը հաջողությամբ կազմակերպելու հարցում, եկեք հետ վերադառնանք էլի մեր դասընթաց, շարունակենք նայել ինչ ենք էլի ուսումնասիրելու, մինչ մնացած գործիքները ներկայացնելը, ասեմ, որ ներառված է նաև անգլերեն-հայերեն բառարան դասընթացում, որտեղ որ հիմնականում այն տերմիններն են թարգմանություններով տրված, որոնք դուք այս հետագա մեր աշխատանքների ժամանակ դրանց կարիքները ունենալու եք թարգմանությունները իմանալու, պատրաստի այստեղ մեր բառարանի մեջ դրանք կան դրված, երբ մենք հղումով անցնենք, ինքը ըստ այբենական ցանկի այս մեր թարգմանությունները կունենաք և դա բավական ձեր աշխատանքները կարծում եմ կհեշտացնի և WordWall հարթակն է ներկայացված, WordWall-ը ինքը մի շատ բազմաբովանդակ, բազմատեսակ գործիքներ առաջարկող հարթակ է, ունի նաև վճարովի հարթակ, ես այստեղ սրա քայլաշարերից ներկայացրել եմ 3 առաջադրանք կատարելու համար, քայլաշարեր եմ ներկայացրել, ունեմ պատրաստի առաջադրանքներ, մենք այդ առաջադրանքների վրայով կանցնենք որպես պատրաստի օրինակներ, որոնք տեսեք այստեղ էլ է գրված, հղումով էլ է տրված, կարող եք նմանատիպները պարզապես որպես օրինակ եմ ես այստեղ ներկայացրել, նմանատիպները արդեն դուք ստեղծագործաբար, դուք ձեր դասերի համար, ձեր թեմաներին, ձեր դասարաններին հարմար խաղեր առաջադրանքներ կկազմակերպեք, ասեմ, որ ինքը շատ հեշտ է օգտագործման համար, որովհետև 1-2 առաջադրանք կազմելու, 1-2 տեսակների առաջադրանքներ կազմելը իմանալու պարագայում, այսինքն փորձարկելու պարագայում, մյուսները հեշտությամբ կտրվի, որ ինքնուրույն փորձեք ուսումնասիրել և օգտագործել, ստեղծել ինչ-որ ռեսուրսներ նրանց միջոցով, շատ հեշտ է, բայց նաև շատ հետաքրքիր առաջադրանքներ են ստեղծում, քիչ հետո ես ցույց կտամ դրանց արդյունքները և իսկապես կհամոզվեք, որ կարելի է բավականին լավ թվային վարժանքներ ստեղծել երեխաների համար գրավիչ, այստեղ ներկայացված են այն հղումները, որոնք իմ առաջադրանքների հղումներն են, կբացենք կնայենք և տեսեք այստեղ կա նաև Mentimeter հարթակի գործիքների օգտագործման քայլաշարեր, ես անցնեմ այս հղումով, ուղղակի պարզապես առայժմ միայն նայենք ընդամենը ծավալը պատկերացնելու համար, տեսեք այստեղ էլի գծապատկերներով, նկարներով տրված են, թե ինչպես ենք մենք գործիքները կիրառելու, որ քայլում ինչ ենք անելու, որ գործիքին ենք սեղմելու, ինչ նպատակ հետապնդելու համար, բոլորը հատիկ-հատիկ գեղեցիկ շարադրված ներկայացված են հարթակում, արդյունքներն ենք տեսնելու, թե հենց միանգամից հարթակի մեջ մինչև տարածելը խաղը, մինչև խաղը փորձարկելը, դուք կարող եք հարթակի մեջ իր նախնական տեսքը տեսնել, դա հնարավորություն է տալիս հարթակը այդպիսի, տեսնում եք կողք կողքի ցույց է տրված, սրանք տարբեր տեսակի առաջադրանքների համար են, նկարները տեղադրված, կողքը ցույց է տրված, ենթադրենք երեխան հեռախոսով միանում է, ինքը ինչ է անելու, ուսուցիչը ինչ է տեսնելու իր էկրանի վրա, շատ հետաքրքիր գործիքներ են, տարբեր նպատակների համար սրանց միջոցով կարելի է առաջադրանքներ ստեղծել,
դասի տարբեր փուլերի համար, ընդ որում այստեղ գործիքները ասեն, որ խիստ հնարավոր չի անգամ տարբերակել, այս գործիքը միայն պլանավորման փուլում կարելի է կիրառել կամ ենթադրենք խթանման փուլում կարելի է կիրառել, մյուսը միայն հետադարձ կապի փուլում կարելի է կիրառել, որովհետև դրանցով կարելի է միաժամանակ եւ խթանման փուլի համար առաջադրանք ստեղծել եւ իմաստի ընկալման փուլի ժամանակ եւ նաեւ կշռադատման փուլի համար կարելի է կիրառել շատ հնարավորությունները բազմազան են ու բազմատեսակ առաջադրանքների համար շատ հարմար հետ վերադառնալով դասընթացի հիմնական էջ շարունակության համար ասեմ, որ տեսեք, էլի այստեղ ներկայացված են հղումներ, որոնք կտանեն դեպի իմ ստեղծած առաջադրանքները, կոնկրետ առաջադրանքների վրա մենք կտեսնենք ինչպես են արդյունքները երևում, բայց նաև կփորձարկենք ինքներս կստեղծենք այստեղ կա նաև ֆորում, ընթացիկ ֆորում է ստեղծված, որտեղ որ քննարկում պիտի կազմակերպենք, օգտակար էր արդյոք մինչ այդ ստեղծված, ոչ թե ստեղծված, այլ քննարկված գործիքները, եթե օգտակար էին, ապա դասի որ փուլում կարելի է կազմակերպել, դուք ինքներդ որ փուլում ինչ դասի, որ թեմայի համար կկիրառեիք, լավ կլիներ նաև ոչ թե միայն կկիրառեիք, այլ նաև ստեղծելու եք առաջադրանքներ, որովհետև այստեղ կա նաև առաջադրանքներ կցելու, Word-Wall-ով և Mentimeter-ով ստեղծված առաջադրանքները կցելու հանձնարարական, այսպես ասեմ, ընկերներ ջան, իրենք դժվար չեն լինի ստեղծելու առումով, բայց նաև կխնդրեի, որ անպայման ստեղծեիք ու ներկայացնեիք այդ առաջադրանքները, դա նաև պատրաստի պարզապես ձեզ համար կստեղծվի պորտֆոլիո, որը թվային ռեսուրսներ կունենաք բավականին արդեն ստեղծված, որոնք հետագայում արդեն պատրաստի կունենաք ձեր ձեռքի տակ և ձեր հետագա տարիներին, ձեր դասաժամերին կկիրառեք։ Տեսեք, այստեղ եւս մեկ անգամ նախատեսված է տեսահանդիպում, սրա հղումը հետագայում կավելացնեմ, մենք այս տեսահանդիպման ժամանակ կքննարկենք հաջորդ թեմաների բովանդակությունները եւ գործիքների մասին հետագայում կխոսենք, հաջորդ թեման դա մուլտիմեդիա բովանդակության ուժը իմաստի ընկալման փուլի հետ կապված գործիքների մասին կխոսենք, քիչ առաջ ասեցի, որ այդպես խիստ հստակ տարբերակում էլ այդքան հնարավոր չի դնել, բայց այնուամենայնիվ ստեղ նոր գործիքների կծանոթանանք, այստեղ ներկայացված է ուրեմն առցանց ինտերակտիվ գործիքներ բավականին շատ մեծ ցանկով, հիմա կբացի մեկ վարքյան կներեք ես ընդունեմ մեր ընկերներին սպասման դահլիճում ունենք ընկերներ սպասողներ եւ շարունակենք։ Ուրեմն Եվ այստեղ ես թերթեմ դեպի ներքև, տեսնում եք երկու էջով եմ դրել, բայց կարելի էր այս ցանկը էլի շարունակել, պարզապես նկարագրողական ուրեմն հատվածներ են սրանք, որտեղ ներկայացվում է թե որ գործիքը ինչի համար կարելի է կիրառել։ Լավ, սա թողնելու եմ ինքնուրույն ուսումնասիրության համար, բայց նաև ես գործիքներ եմ ներկայացնելու, էլի իմ ստեղծած առաջադրանքներով, էլի քայլաշարերով ներկայացնելու եմ, փորձելու ենք համատեղ միասին ստեղծել ամենքս մեզ համար էլի նոր առաջադրանքներ մեր դասերի համար կիրառելու։ Հետ եմ վերադառնում դասընթաց եւ դասընթացի հիմնական էջ, ընդգրկել եմ տեսանյութ, որը ես համարել եմ, որ լավ բացատրված տեսանյութ է YouTube-յան, ալիքից վերցրած, կարող ինքը բացատրեմ ինչի վերաբերյալ է, շատ հետաքրքիր գործիք է, կոչվում է Nearpod, որը կարող եք ձեր դասի հետ կապված YouTube-յան որևէ տեսանյութ վերցնել եւ այս տեսանյութը գցելով այս հարթակում ուրեմն հնարավորություն է տալիս ընդմիջարկել տեսանյութը որոշակի րոպեներից հետո եւ այդ արանքում ներդնել հարցեր
այսինքն տեսանյութը այդ հատվածում կընդմիջվի, հարցը կուղղվի երեխաներին, երեխաները հարցը պատասխանելուց հետո, այսինքն այդ ընթացքում լսած, տեսած հատվածի վերաբերյալ դրա հետ կապված հարց եք առաջադրում ձեր սովորողներին եւ իրենց պատասխանելուց հետո շարունակում ենք տեսանյութի մնացած հատվածները նայել, քանի անգամ ուզենք կարող ենք այդպիսի ընդմիջարկումներ անել, այս գործիքը այդ հնարավորությունը տալիս է, բայց այս պահին ավելացնեմ նաև, որ վերջին ժամանակներս, քանի որ վերջերս ավելացվել է այս հնարավորությունը նաև նախկինում ասում էին քուիզ հնարավոր է օգտագործել եք մեծ մասը համոզված եմ օգտագործած կլինեք քուիզներ, որ ստեղծում էիք, հիմա Background այդ հարթակում ես տեսա օրեր առաջ, որ ինքը այս հնարավորությունը այնտեղ էլ է ավելացվել, էլի կարելի է տեսանյութներ բեռնել, տեսանյութը կտորների բաժանել եւ հարցադրումներ ավելացնել, տեսանյութը դարձնել ինտերակտիվ։ Դա երեխաներին էլի կհետաքրքրի, էլի գրավիչ պահեր կստեղծի ներառականությունը ապահովելու համար։ Անցնելով առաջ ասեմ, որ այստեղ մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրելու ենք Learning Apps հարթակի գործիքները, էլի շատ այսպես ասեմ բազմազան, բազմատեսակ առաջադրանքներ ստեղծելու գործիքաշար է տրամադրում, երեխաները շատ են սիրում այս գործիքաշարով ստեղծված առաջադրանքները կատարելը, ես դա գրեթե ամենօրյա ռեժիմով անց եմ կացնում իրենց հետ, բավականին ակտիվություն եւ ներգրավվածություն է ապահովում, ես այստեղ բացատրել եմ այդ օրինակներով, իմ ստեղծած օրինակներով բացատրել եմ, տեսեք, ես փորձեմ մի հատ հղում բացել այս պահին, կոնկրետ այս առաջադրանքը անվանել եմ Excel-ի մաթեմատիկական ֆունկցիաներ եւ մի քիչ դժվար է բացում այս պահին, տեսքը այսպիսին է, հրահանգը տալիս ենք, առաջադրանքի իմաստը բացատրվում է եւ սկսում են երեխաները խաղալ, ֆունկցիան ներկայացված է, ֆունկցիայի անվանումը ներկայացված է, պիտի իրանք խմբավորեն, թե այս ֆունկցիան որ խմբի մեջ է ներառում։ Այս առաջադրանքներից համոզված եմ շատ կատարել եք, ես մի քանի տարբեր տեսակի առաջադրանքներ այստեղ Learning Apps-ով կատարած ունենք եւ դրանք եւ օրինակները կնայենք եւ դրանց ստեղծելու այդ քայլաշարին կծանոթանանք, զուգահեռ կստեղծենք նաեւ իմ աշխատանքներից եմ ներկայացրել ուրիշ առաջադրանքներ եւս եւ Canva-ի մասին խոսեմ մի փոքր, Canva-ի հնարավորություններն է այստեղ դիտարկված որպես իմաստի ընկալման փուլում բավականին լավ ցուցադրություններ ստեղծելու համար, բայց այսպես ասեմ, ինքը ոչ միայն ես գիտեմ, որ ուսուցիչների մեծամասնությունը այս հարթակի գործիքները օգտագործում են պարզապես պրեզենտացիաներ ստեղծելու համար, դե իմ գոնե իմ հանդիպած ինչքան որ հանդիպել եմ ուսուցիչների ստեղծած աշխատանքները մեծամասամբ պրեզենտացիաներ ստեղծելու համար են կիրառում եւ իսկապես ինքը շատ լավ տարբերակներ է տալիս, շատ լավ շաբլոններ է տալիս, բավականին մեծ թեմատիկայով, հազարավորներով շաբլոններ ունի ներառված, բայց ես փորձարկել եմ իր արհեստական բանականության գործիքը կիրառել եւ ստեղծել եմ խաղ, եկեք փորձեմ այդ խաղը միացնել, մեկ վարքյան կներեք, փորձեմ այդ խաղը գտնել, այստեղ ինչքան հիշում եմ, տեսեք, այսպիսի մի հատ խաղ է ինքը ստեղծում, երեխաները խմբերի են բաժանվում, հարցերը երևում է, պատասխանում են, երևում է ճիշտ պատասխանը, սխալ պատասխանը եւ միավորներ են վաստակում եւ բավականին շատ ոգևորիչ է, բավականին աշխուժություն, հետաքրքրություն է մտցնում երեխաների մոտ։ Սա սահմանափակում ունի Canva-ի համար, թույլատրում է ամսվա մեջ 3 կամ 4 բարդությունից կախված այսպիսի խաղեր ստեղծելու, թիմերի են բաժանում անվանումներով եւ սկսում են խաղալ։ Ես նորից էլի ներկայացնեմ, տեսեք անուններով գրում են եւ սկսում են իրենց խաղը։ Քանի հարց կուզեք կարող եք ներառել
եւ բարդության աստիճանից կախված այդ սահմանափակումը կա, ամսվա մեջ թույլ է տալիս մոտավորապես 3 կամ 4 այսպիսի խաղ գեներացնել, եթե մեր տեսահանդիպումների ժամանակը կբավականացնի, ես սրանց ստեղծման քայլաշարը եւս կներկայացնեմ տեսահանդիպման ժամանակ, բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացվում։ Հետ վերադառնալով մեր դասընթաց, էլ ինչ ենք անելու, տեսեք նաև այստեղ այդ փազլի ուղեցույցն է ներկայացված ու փորձի փոխանակման ֆորում, ու քանի որ իմ խոսքի սկզբում ասացի, որ դասընթացը նպատակ ունի նաև փոխօգնության, փոխաջակցության միջավայր ստեղծելու, այստեղ կարելի է այս փոխանակման ֆորումում պարզապես ներկայացնել ով ինչ աշխատանքներ է կարողանում ստեղծել, ինչ գործիքներ է օգտագործում, որ մեթոդներին է ինտեգրում, նաև իրար օգնելով, իրար աջակցելով, օրինակներ բերելով արդեն մեր ստեղծած աշխատանքներից, կկիսվենք եւ նաև սովորենք մեկս մյուսից, այսինքն այստեղ կներկայացնեմ ոչ թե միայն ես, նաև կսովորեմ ձեզանից, ձեր արդեն փորձառությունից, ու կա նաև գործնական աշխատանք, պարզապես այստեղ ժամանակը, ամսաթիվը ես դեռ կփոխեմ, որովհետև դասընթացը մի քիչ ավելի վաղ էի պլանավորել, հնարավոր է այստեղ նախկին պլանավորած ամսաթվերն են մնացել, կփոխեմ, գործնական աշխատանք ենք ունենալու, տեղադրելու, այսինքն այն ինչ որ մենք ընթացիկ ստեղծելու ենք, համոզված եմ բոլորիդ էլ հետաքրքիր է լինելու, ձեր դասերի համար ստեղծելու եք, դե ձեր ստեղծած աշխատանքները պարզապես այստեղ մնալու է կցելու տարբերակը, որը հետո կցուցադրեմ, թե ինչպես ենք այդ կցումը կատարելու առաջադրանքը, ինչպես ենք հարթակում տեղադրելու։ Վերջին մեր բաժինը թեմայի գիտելիքի ստուգումը խաղի միջոցով, գեյմիֆիկացիան կրթության մեջ դա կշռադատման փուլի եւ հետադարձ կապի փուլի համար նախատեսված։ Այստեղ կուսումնասիրենք Վայգրաունդի հնարավորությունները, ելի ցույց կտամ, կփորձարկենք համատեղ, միասին կփորձարկենք ինչպես ստեղծենք քույզ, ինչպես աշխատեցնենք, ասեմ, որ իմ երեխաները, իմ սովորողները, եթե ես ասում եմ ամփոփիչ աշխատանք են կատարելու, առաջինը հարցնում են քույզով ենք, չէ անելու, անհամբեր սպասում են այդ քույզին, իսկապես ինքը շատ հետաքրքիր է եւ երեխաները հաճույքով են կատարում այդ հարցաշարերը, հասկանում եմ դա կապված է տեխնիկական հնարավորությունների հետ, հնարավորության պարագայում կարելի է, ես անգամ երբեմն փորձել եմ երեկոյան ժամերին ձևավորող գնահատման համար, իհարկե ոչ ամփոփիչ միավորայինի մասին եմ խոսում, ձևավորող գնահատման համար ես երեկոյան ժամերին ժամ եմ պայմանավորվել երեխաների հետ, այդ կոդը ուղարկել եմ, իրանք տներից միացել են եւ մենք երեկոյան ժամերին խաղացել ենք, անգամ նույնիսկ երեխեքը, եթե այդ պահին իրենց ներկայացրած արդյունքները իրենց չէր բավարարում, երկրորդ, երրորդ անգամ էին միանում եւ իսկապես ինքը բավականին գրավիչ հնարավորություններ է ստեղծում, նույնը նաև կահուտի մասին ասեմ, պարզապես այստեղ տարբերությունը կայանում է նրանում, որ կահուտը ինքը եթե վայգրաունդի ժամանակ ձեր կազմած հարցերը երեխաները իրենց սարքերի էկրաններին տեսնում են եւ պատասխանների տարբերակների հնարավորությունները կան, կարողանում են պատասխանել, ապա կահուտը այսպես չի, կահուտի ժամանակ հարցը ցուցադրվում է էկրանին եւ էկրանին միայն հարցը տեսնում են, իսկ իրենց էկրանների վրա, ասենք հեռախոսների, թե պլանշետների, գուցե նոթբուքների, էկրանների վրա իրենք տեսնում են պատասխանների հնարավորությունները, նշում են իրենց կարծիքով ճիշտ պատասխանները, արդյունքները էլի ուսուցչի էկրանին երևում է, էլի շատ լավ հետադարձ կապ ապահովող եւ հետաքրքիր առաջադրանքներ ստեղծելու համար հարմար սրանք գործիքներ են, հարթակներ են, այստեղ նայեք տեսեք էլի կան գործիքներ, որոնք պիտի որ ինքնուրույն ուսումնասիրեք եւ մի քիչ հումորային այստեղ պատկեր է ներկայացված, ներկայացնեմ վերջին բաժինը մեր ամփոփումը, կծանոթանանք ամփոփմանը իմ պատկերացումով, այն ինչով այն նյութով, ինչով որ փորձել եմ կիսվել ձեզ հետ այստեղ ներկայացված է, կնայեք, համակարծիքեք, թե ինչ որ գուցե ուրիշ տեսակետ ունեք եւ ունենք նաեւ քննարկման ֆորում, սա մեր ամբողջ դասընթացը ամփոփող քննարկման համար է նախատեսված, այս այն էր, որ երբ ես սկզբից ասացի
կիսվեք ձեր տեսակետներով, արդյոք դասընթացը օգտակար էր, արդյոք որևէ օգտակար բան ստացաք դուք, կան գործիքներ, որոնք ձեզ հետաքրքրեցին, կկիրառեք ձեր դասերի ժամանակ, թե գուցե չստացաք այն ինչ ակնկալիքներ, որ ունեիք, մենք այս կարծիքներով մեր տեսակետներով կկիսվենք այս ֆորումի մեջ։ Ինձ շատ հետաքրքիր կլինեն արդյունքները, կուզեմ, որ անկեղծ կարծիքներ լինեն այստեղ, եւ այսպես ինձ հետաքրքիր է ընդհանրապես դասընթացի արդյունավետությունը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից իսկապես անաչառ կարծիքներ լսել։ Եվ վերջում ունենալու ենք ամփոփիչ հարցաշար, որտեղ որ կլինեն հարցեր, ինքը ծավալուն չի լինի, գուցե 1-2 հարց դեռևս ավելացնեմ ընթացիկ, որ կընդգրկի տարբեր թեմաներից հարցեր։ Եվ հարցաշարերը սովորաբար միավորներով ամփոփվում են։ Այսքանը մեր դասընթացի ողջ ծավալի վերաբերյալ, ես սա դեռևս այսօր թողնելու եմ բաց վիճակում, բայց վաղվանից արդեն բաց կլինեն միայն առաջին եւ երկրորդ թեմաները, մյուս թեմաները առայժմ դեռևս փակ կլինեն, հետո ընթացիկ կբացվեն եւ դուք հնարավորությունը ունենալու եք մաս-մաս, դա Moodle-ի պահանջն է, այդ տեսանկյունից մենք պիտի որ աշխատենք այդ աշխատակարգով եւ հետ վերադառնանք Ես կուզեմ այստեղ դադար տալ, անկեղծն ասած, կուզեմ լսել կարծիքներ, կան առաջարկություններ, ինչ-որ բաներ ավելացումներ կատարելու, փոփոխություններ կատարելու դասընթացի մեջ, ինձ հետաքրքիր են տպավորությունները, այսքան ծավալը բավարար կհամարեք այս շրջապատների մեջ քննարկելու, ուսումնասիրելու համար, թե գուցե նյութեր կան, որոնք եւս, ասենք, գործիքներ կան, որոնք եւս կարելի է ընդգրկել, հաճելի կլինի նաեւ, ոչ թե միայն հաճելի, այլ ցանկալի է նաեւ, որ ասենք, գուցե ընթացքում դուք գործիքներ ներկայացնեք, կարելի, ինչու՞ չէ, կարելի է նաեւ այդպես էլ մտածել եւ իրարից փոխադարձաբար սովորենք, 1-2 րոպե ես լսեմ ձեր տպավորությունները ընդհանուր ծավալի բովանդակության տեսանկյունից ելնելով, ծավալի առումով, ինչ տպավորություններ ունեք, եւ հետո շարունակեմ առաջին թեմայի գործիքներից մի փոքր ավելի մանրամասն ներկայացնել։ Ընկեր Միրզոյան, կարելի է։ Լսեմ Դուք այնքան բան ներկայացրեցիք մեզ, որ մենք չգիտենք որը հիշենք որը։ Այս ծավալը բավականին ոչ միայն շատ է, մեզ համար նոր է, միևնույն ժամանակ հետաքրքիր, սպասում ենք, որ երբ է բացվելու այդ էջերը, որ մենք տեսնենք։ Ես անձամբ սպասում եմ։ Ընկեր Շալոնց, հա, բոլորը ընդգրկված են, բոլորի համար տեսանելի է, գուցե 1-2 այդ թվում նաև ձեզ համար դեռևս տեսանելի չեն, բայց ես գոնե իմ էկրանի վրա ցույց տվեցի, դուք վաղվանից կարողանալու եք արդեն ուսումնասիրել այդ նյութերը, պարզապես ես կուզեի կարծիքներ լսել, ես հնարավորինս փորձեցի ներկայացնել եւ համակարգը հուշում է, որ այս ժամանակն էլ է վերջանալու, իրապես ասելիքը շատ է, եթե այսօր չկարողանանք ու ավարտենք մեր տեսահանդիպումը, համաձայնվելու պարագայում ես պատրաստ եմ շաբաթվա ընթացքում որևէ մի օր եւս մեկ անգամ հանդիպում կազմակերպել, այստեղ որ առաջին թեմայի համար ասում էի, այդ Notion-SO հարթակը ներկայացնել եւ այն մաստերը ներկայացնել, այդ մտային քարտեզները, որը կազմակերպում են, ու կուզեի նաեւ Wordwall-ը ներկայացնել իր բոլոր գործիքներով հանդերձ, ես մի հատ ցույց տայի, հետո նոր արդեն փորձարկումները դուք կատարեիք, ես դա կուզեի կատարել, բայց եթե իհարկե ուսուցիչները ժամանակ կարողանան գտնել էլի տեսահանդիպումով միանալ, իսկ եթե դա դժվար կլինի,
այնուամենայնիվ այնտեղ քայլաշարերով տրված են որոշակի բաներ, որոշակի չէ, բավականին բաներ տրված են, դժվար չի լինի նաև այդ քայլաշարերով առաջնորդվել ու ստեղծել ինքնուրույն աշխատանքներ։ Անկեղծն ասած, այդ նոշնսոն ես կուզեի այս պահին գոնե արագի մեջ ցույց տայի, էլի Word-Wall-ի մտաքարտեզը լավ թե վատ ցույց տվեցի, կտեսնեք դուք էլի դասընթացի մեջ այդ նկարներով դուք դա կտեսնեք, բայց Notion-ը շատ լավ հարթակ է նախագծային ուսումնական աշխատանքների պլանավորման համար։ Ես գուցե շատ արագի մեջ իմ ստեղծածը ցույց տամ, գոնե հնարավորությունները պատկերացնենք եւ երևի դրանով այսօր ավարտենք, հնարավորինս կարճ փորձեմ ներկայացնել դա։ Եթե իհարկե Zoom-ը այդ ժամանակային սահմանափակումը չխանգարի։ Իսկ եթե հանկարծ կխանգարի, իսկ եթե հանկարծ ինքը կփակի, արդեն ժամանակահատվածը լրացած կլինի, նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին մասնակցության համար, առաջարկություններ կլսեմ տեսահանդիպման համար Viber-ի մեր խմբում, եթե ցանկություն կլինի, խնդրում եմ այնտեղ ուղղակի գրառումներ կկատարեք, եթե կցանկանաք, ես որևէ օր էլի տեսահանդիպում կպլանավորեմ։ Այսքանը նախապես, հիմա անցնեմ, չէ, բայց էլի կուզեմ ուսուցիչների էլի կարծիքներ 1 րոպե եւս էլի լսենք, հետո ես Notion հարթակի իմ աշխատանքը ցույց տամ։ Ընկեր Միրզոյան, փաստորեն սպասասրահում ճակերտավոր այդպես ասենք, սպասողներ կան, որ չեն կարողանում միանալ։ Աննա Սարգսյանը դրել էր։ Ես տեսնում եմ, երևի նորից իրենց հանել է։ Հա, ես տեսնում եմ, բայց ինձ մոտ ցույց չի տալիս, որ ես իրանց ընդունեմ։ Միացավ, ընկեր Միրզոյան, նոր ստացվեց, միացավ։ հա։ Ինձ մոտ ցույց չի տալիս, ախր, որ ես միացել եմ։ Ես տեսնում եմ այդ գրառումները, որ տեղեկացնում են մեր ընկերները, որ իրենք սպասում են միանալուն։ Պարզապես միացման հնարավորություն է այս պահին Zoom-ը, ոնց որ թե հնարավորություն չի տալիս։ Ուրիշ ներկայացնողներ, հարցադրումներ, կարծիքներ, առաջարկություններ կատարողներ ունենք։ Կուզեմ լսել անկեղծ, անաչառ, ուղղակի պարզ, այսպես անմիջական, որ կուզեմ կիսվենք մեր կարծիքներով, տպավորություններով, գուցե բաներ կլինեն, որոնք ես կգտնեմ, որ փոփոխությունների կարիք ունի, պատրաստ եմ այդ փոփոխությունները կատարելու։ Ընկեր Միրզոյան, նորից ես եմ ուզում առաջարկեմ, որ ամենայն դեպս, քանի որ մեզ համար շատ-շատերիս համար դրանք նորություններ են, լավ կլինի, որ դուք մի անգամ ձեր մեզ ցույց տայիք մի եւս մեկ դասընթացի շրջանակում, որ մենք պատկերացում կազմեինք, հետո հեշտ լիներ մեզ համար այդ ամենը պատրաստելը։ Ուղղակի դա իմ առաջարկն է, եթե մյուսները համաձայն են, թող արձագանքեն։ Ընկեր Սարունց, ես էլ այդ կարծիքին եմ, դրա համար առաջարկեցի, եթե ժամանակ կկարողանան տրամադրեն, ես պատրաստ եմ Viber-ի խմբում վաղը օրվա ընթացքում կնայեմ, եթե գրառումներ կլինեն, ես ցանկություն հայտնողներ կլինեն տեսահանդիպման, ես կկազմակերպեմ այդ հանդիպումը։ Շնորհակալություն։ Խնդրեմ շատ, ես եմ շնորհակալ։ Լավ, եկեք այսպես անենք, ընկերներ, լսեմ։ Լավ։ Ցույց տուր, հա։ Ընկեր Միրզոյան։ Ընկեր Գաբրիելյան ջան։ Շատ շնորհակալ ենք այսքան մեծ ինֆորմացիայի, այսքան մեծ ծավալի համար եւ կարծում եմ ընթացիկ հարցերն էլ հենց աշխատելու ընթացքում արդեն ի հայտ կգան եւ միանշանակ դրանց պատասխանները կստանանք։ Լավ, անպայման։ Ես շարունակեմ, եկեք այդ պարագայում մինչև Zoom-ի ավարտը, ինչքան որ կտեղավորվեմ ժամանակի մեջ, ես մի հատ այդ ուսումնական նախագծի պլանավորման հարթակը ներկայացնեմ։ Ուրեմն ես ոնց որ թե այս պահին բացած չունեմ, գնամ բացելու։
էլի գրանցումով է լինելու, ինքը արհեստական բանականության վրա է ամբողջությամբ կառուցված, բացի այն, որ ինքը հիմնված է արհեստական բանականության վրա, ինքը նաև ունի ագենտ, ես ներքևի աջ անկյունում ցույց եմ տալիս, տեսնում եք այստեղ ոնց որ թե փոքրիկ գծով երևում է այդ իր նշանը, ունի ագենտ, որը ներսից եւս մեկ հնարավորություն է մեր ուզած աշխատանքների մեջ փոփոխություններ կատարելու, ավելացումներ, ինչ որ կատարելու համար, դա ընթացիկ ես էլի ցույց կտամ, տեսեք, հարթակի ընդհանուր տեսքը այս տեսքը ունի, երբ դուք գրանցվում եք պարզապես notions.so անցնում եք այս կայք եւ այնտեղ մտնելու եք գրանցման կոճակով կգրանցվեք կմտնեք հարթակի ներսում կտեսնեք ձախ վերևի անկյունում որ արդեն դուք գտնվում եք հարթակի տարածքում եւ այստեղ այս վերևի հատվածները կթողնեք սրանց ժամանակ չհատկացնենք անցնելով առաջ ասենք այս հատվածը եւս թողնում ենք անցնելով առաջ ասենք որ ինքը ունի երկու հնարավորություն նախագծեր կազմելու այստեղ տալիս է անհատական եւ թիմային աշխատանքների համար ես այս պահին թիմային աշխատանքների մասին կխոսեմ որովհետեւ դե մենք սովորաբար նախագծեր որ կատարում ենք թիմային աշխատանքով ենք կատարում ունեմ արդեն պլանավորած, տեսեք, ինչպես ենք մենք դա ստեղծում, քայլերը ես ասեմ, բայց հետո կընդմիջարկեմ, ինքը երկար ժամանակ է մի քիչ պահանջում, որպեսզի ստեղծի մի փոքր նախաբան, հա, այս մասին ասեմ, ուրեմն ես նկատել եմ իմ գործունեության ընթացքում, որ ուսուցիչների մի մասը խուսափում է նախագծային աշխատանքներ կատարելուց եւ հետեւելով այս նախագծային աշխատանքներում արհեստական բանականության ինտեգրման վերաբերյալ ես զեկույց ունեմ նախապատրաստած եւ առաջիկայում այս ուսուցիչների համաժողովին նախատեսում եմ ներկայացնել մանրամասն վերլուծության եմ ենթարկել ԱԲ ինտեգրումը նախագծային աշխատանքի ժամանակ, ինչպես որ գործիքները, ինչպես կարելի է նախագծի որ փուլում կարելի է կիրառել, այդ վերլուծությունները եւ նախագծի ժամանակ ինչ փոփոխությունների է ենթարկվում ընդհանրապես թե ուսուցչի աշխատանքը դերերի բաշխումը ինչպես է կազմակերպվում ԱԲ կիրառման տեսանկյունից սրանք լրիվ մանրամասն ներկայացված են եւ այս ամենը փորձարկված է նաեւ այստեղ տեսեք ուսումնական նախագծեր պլանավորելու համար այստեղ ավելացնում ենք փոքրիկ պլյուս նշանով ավելացնել նոր նախագիծ ԱԲ-ն ինքը շատ մեծ լավ հնարավորություններ է տալիս, որպեսզի մենք կարողանանք այդ նախագծերը հեշտությամբ իրականացնել։ Ինչու ասացի, որ ուսուցիչների մի մասը խուսափում է իրականացնել նախագծից, որովհետև ցանկացած քայլում դժվարություններ են առաջանում, սկսած գաղափարի պատկերացումից, թե ինչ գաղափար կարելի է վերցնել, ինչ հիմնահարց կարելի է վերցնել, ինչպես կազմել պլանը նախագծի, ինչ վերջնարդյունքներ կարելի է որոշել ունենալ, այս ամեն ինչը դժվարություններ են առաջացնում թե ուսուցիչների, թե ղեկավարի եւ թե սովորողների շրջանում։ Իսկ ԱԲ-ն այդ ամեն հարցում ինքը լավ մեծ աջակից օգնական է այդ հարցում, ինքը այդ ամեն ինչը կատարում է մեր փոխարեն։ Այսինքն ինչ է նշանակում կատարում է։ Օրինակ, մի փոքրիկ հարցադրում կատարելով այստեղ այս հարթակում, տեսեք, այս աջ մասում վերևից տալիս ենք օգտագործել արհեստական բանականությունը եւ այստեղ ներքևում ընտրում ենք գործողությունների պլան, հա, պլանավորման այս ժուրնալի գործիքն ենք վերցնում